Այս երկու երեխաները արդեն մի քանի ամիս է ինչ համարում են անհետ կորած։ 6 տարեկան Լիլին եւ 4 տարեկան Ջեքը իրենց մոր եւ խորթ հոր հետ գնում են Կանադա իրենց առանձնատանը մնալու, տանը նաեւ լինում են Ջեքի մյուս բարեկամները եւ մի օր երեխաներն ուղղակի անհետանում են։ Դրա նախորդ օրը Ջեքը լինում է խոհանոցում, իսկ կինը անընդհատ դուրս եւ ներս է գալիս սենյակից, երբ որ ոստիկանները գալիս են, նրանք սկսում են մասշտաբային որոնումները, սակայն որևէ արդյունքի չեն հասնում։ Կասկածներից մեկը կնոջ մոտ ծագում է այն ժամանակ, երբ որ նա հիշում է իր իսկական ամուսնու մասին եւ ոստիկաններին պնդում, որ նրան գնան եւ ստուգեն, քանի որ իր կարծիքով երեխաներին հենց նա է առևանգել։ Երբ ոստիկանները հարցաքննում են, բարձ է դառնում, որ տղամարդը երեխաներին չի տեսել առնվազն 3 տարի։ Այդ ամենը հաստատվում է պոլիգրաֆի միջոցով եւ կարծես թե որևէ այլ կասկածյալ չի մնում։ Ոստիկանները համարում են, որ երեխաները ուղղակի փախել են տանից եւ վերջ, դրանով գործը փակվում է։ Նրանք չեն շարունակում որոնողական աշխատանքները, սոցիալական կայքերում դեռևս շարունակում են ծնողների կողմից որևէ փնտրտուքներ, սակայն ոստիկանները պնդում են, որ երեխաներն ուղղակի փախել են ու վերջ։ Ես չեմ կարողանում հասկանալ այս փաստը թե Կանադայում, թե ԱՄՆ-ում, որ նորմալ է համարվում, երբ որ երեխան տանից փախնում է ու նրան չեն փնտրում, քանի որ դա իր ցանկությունն է, սակայն մենք ինքներս էլ գիտենք, որ շատ հաճախ նման դեպքերը ոչ թե լինում են երեխայի ցանկություն, այլ ուղղակի առևանգում։ Իսկ ինչ եք կարծում դուք, գրեք մեկնաբանություններում։